20 թվականի ուղերձում ասում էր, որ Թուրքիան ներողություն չի խնդրում, չի զղջում, 21-ին ասում էր Թուրքիան վերադարձել է տարածաշրջան ցեղասպանություն անելու համար, այսօր վերջին տարիներին լրիվ այլ բան է պնդում։ Նիկոլ Փաշինյանը կարող է փոխել իր տեսակետը, դա չի փոխում ազգային ոչ տեսակետը, ոչ աշխարհընկալումը, ցեղասպանությունը դա մեր աշխարհընկալման, չեմ ասի հիմքն է, բայց կարևորագույն մասն է, եթե դա չի հասկանում Նիկոլ Փաշինյանը, դա իր անձնական խնդիրն է, մենք կմոռանանք մեկ տարի կամ մի քանի տարի անց ով ինչ է ասել, սա մենք չենք մոռանա, մենք հայենք այնքանով, որքանով հիշում ենք, մարդը ընդհանրապես տարբերում է կենդանիներից նրանով, որ փոխանցում է սերունդ գիտելիքները եւ ցավը, դա կոչվում է պատմություն եւ բարոյականություն։ Մարդը կենթանուց նաև տարբերվում է իր հիշողությամբ, պարոն Խզմալյան։ Ես հենց նոր դա ասացի։ Հիմա նախ Նիկոլ Փաշինյանը ինչով է տարբերվում է ձեր ասած այդ կենթանիներից, իր ասածների մասով հայտարարությունների, որտեղ ինքը ինչ արժեք է թողնում, օրինակ։ Ես Նիկոլ Փաշինյանի մասին ապրիլի 24-ին խոսելու համար չեմ եկել այստեղ։ Սուրբ օրը դրա համար չեք ուզում խոսել։ Նաև Սուրբ օրը ես որևէ այլ օր չեմ թաքցնում այն ինչ մտածում եմ ո մասին, բայց այսօր սքո օր է եւ մենք պետք է հասկանանք ինչ ենք մենք բերել այստեղ եւ ինչով ենք մենք այստեղից դուրս գալիս։ Մեր պահանջատիրությունը, որ պետք է առաջ տանենք, օրվա իշխանությունը պետք է առաջ տանի եւ այդ իշխանության ղեկին լավ թե վատ Նիկոլ Փաշինյանն է։ Դրա համար ենք մենք իր մասին հարց է տալիս։ Եթե մենք զգում ենք, որ մեր պահանջատիրությունը եւ ազգային արժանապատվությունը եւ ազգային շահը չի արտացոլվում կառավարության գործունեության մեջ, պետք է փոխել կառավարությունը։ Որոշ հարցերում իհարկե ոչ։ Դուք ընդհանուր աջակցում եք Փաշինյանին իր գաղափարները, թե ցեղասպանության մասով, թե Արցախի մասով։ Ոչ, ես աջակցում եի Նիկոլ Փաշինյանին այն հարցով, որը բերեց Հայաստանի ազգային ժողով եվրոինտեգրման օրենք։ Դրանից հետո մյուս հարցերով դեմ եք։ Օրինակ Արցախի հանձնման մասում իրեք համերաշխ եք, թե դեմ եք։ Որ Արցախը հանձնեց Ադրբեջանին, ճանաչեց Ադրբեջանին։ Դուք մակերեսորեն եք հիմա մեկնաբանում այդ իրերը։ Ես դեմ եմ նրան, ինչ է նա հիմա անում Արցախի հարցում։ Ինչ է անում։ Իսկ երբ որ Արցախ հանձնվում էր, ես ռազմաճակատում եմ, այդպես որ ես հիմա տվյալ դեպքում չեմ քննարկում ով ինչ է հանձնել։ Ես իմ դուք վիրավորված չեք զգում որպես ռազմաճակատում մարտնչած մարդ, որ դուք այնտեղ մարտնչում եք, իսկ Փաշինյանը թղթով հանձնում էր Արցախ։ Ես կրկնում եմ, ես այսօր Նիկոլ Փաշինյանի մասին չեմ ուզում խոսել, որովհետև ես եկել եմ ուրիշ պատճառով։ Պարոն Խզմալյան, այնուհանդերձ նրա մեկնաբանությունը դրոշներ այրելու մասով տարակուսանք առաջացրեց ձեր մոտ, թե ոչ, որովհետև երբեք երկրի ղեկավարի մակարդակով այդ ակցիային անդրադարձ չէր եկել, այն էլ քննադատական։ Ես ճիշտ ասած չգիտեմ ինչ ասել, ես չեմ հետևել, բայց ես նույնպես դեմ եմ որևէ դրոշ այրելու, որովհետև մեր արժանապատվությունը եւ ապագա հաղթանակները դրոշ այրելով չէ, որ պետք է ուրիշ բաներ այրել եւ այդ բաները Ինչ պետք է այրել։ Ես նկատի ունեմ վերացական իմաստով։ Մենք պետք է այդ կրակը մեր սրտում պահենք, այլ ոչ թե իրերի վրա վայրենիների պես հարցակվել, որովհետև դա հիմա այն հազարավոր քաղաքացիները, որոնք որ այս տարիներ շարունակ 99 թվականից կարծեմ ջահերով երթը տեղի ունենում, այդ դրոշը այրում են խորհրդանշական իմաստ ունի, հա, ցույց տալով, որ մենք դեմ ենք։ Շնորհակալություն բացատրությանը։ Ես կրկնում եմ, դրոշ վառելը դա վայրենիություն է։ Մենք այլ կերպ պետք է։ Մենք թշնամու դրոշը վառելը։ Թշնամու դրոշը չեն այրում, թշնամու դրոշը պոկում են հայրենիքիցդ, եւ թշնամու դրոշները այստեղ շատ են։ Եվ ռուսների դրոշն են այստեղ։ Ինձ թշնամի են մեզ, մեր ռազմավարական դաշնակիցն են եւ կառավարությունն էլ չէ։ Գուցե ձեր դաշնակիցն է, իմը չէ։ Չէ, ես պետական պաշտոնյա չեմ, որ դաշնակցեմ ինչ-որ մեկ հետ, պետություն չեմ։ Բա ոնց է որոշում, որ թշնամի են։ Որովհետեւ մենք, եթե նկատել եք, բերեցինք ազգային ժողով բոլորովին այլ օրակարգ։ Մեր իրական դաշնակիցը եղել եւ մնում է Արևմուտքը, Եվրոպական միությունը։ Ինչ է արել Արևմուտքը, օրինակ, որ կանխի Արցախի հանձնումը, որ կանխի այս հազարավոր զոհերը, որ կանխի ցեղասպանությունը։ Դիմեք ինձ մեկ այլ օր, ես դասախոսություն կպատմեմ ձեզ, թե ինչ է արել մեզ համար Արևմուտքը եւ ինչ ենք մենք արել Արևմուտքի համար եւ ինչ է արել Ռուսաստանը։ Պատմական անցքերից այդ Արևմուտքի մասով նույն օրինակ Բրիտանիան, որի նավերը չեն կարողանում բարձրանալ մեր լեռները, մեզ դաշնակից են, թե դաշնակից չեն։ Եվ երբևէ որևէ հարցով օգնած
Ես չգիտեմ որտեղ եք դուք կրթություն ստացել, բայց ասենք Հայաստանի Հանրապետությունը։ ուրեմն թերի է։ Ակ Չարենցավան, հետո Թերի է, ԵՊՀ։ որովհետև 1919 թվականին բրիտանական բանակն է մաքրել թուրքերից Կարսը եւ Նախիջևանը։ Երևի ձեզ դա չեն պատմել։ Բա ինչու հիմա Կարսն ու Նախիջևանը Հայաստանինը չեն։ Որովհետև Ռուսաստանն է հանձնել Կարսը եւ Նախիջևանը։ Դուք դա էլ չգիտեք։ Դուք դա էլ չգիտեք։ Գնացեք սովորեք։ Կներեք ես։ Դա ձեր կարծիքն է, որ Ռուսաստանն է հանձնել, ինչ որ փաստ ունեք։ Այսինքն դուք չգիտեք, որ Նախիջևանը եւ Արցախը հանձնվել է Մոսկովյան պայմանագրով եւ հունիսի 6-ի կոմունիստական կուսակցության Ստալինի որոշմամբ դա Ռուսաստանը չէ։ Բա Արևմուտքը ինչ էր անում այդ ժամանակ, որ Ռուսաստանը հանձնում էր, թողներ բռներ ձեռքեր, Արևմուտքը հզոր էր, չէ։ Կներեք։ Չէ կարող կանխել էլ, ես դեմ չեմ, որ չպետք է հանձնել, գուցե դուք ճիշտ եք ասում, բայց Արևմուտքը ձեր նշած ինչով է օգնել այս ընթացքում։ Օրինակ, այս պայն օրինակ Հայաստանը Կարելի է հիշեցնել ձեզ, որ 2020 թվականին, երբ որ հանձնվում էր Արցախը, Հայաստանը եղել է եւ մինչեւ հիմա մնում է Ռուսաստանի դաշնակիցը։ Ինչու է դա ինձ թույլ տալիս ասել, որ Ռուսաստանն է մեր գլխավոր թշնամին։ Շնորհակալություն։ Ես տորեմ գնում։